Արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել, որտեղ եթե հիշում եք, տեսաձայնագրության մեջ որոշակի ինչ-որ ձայներ կային, աղմուկ կար։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել։ Պատասխան. ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը եւ դրսեւորվում է հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ Կոնտեյների մակարդակով ժամանակային շեղումը, որը տված է նկարով, ինչպես նաև տեսաձայնային ժամանակային ոչ ստացիոնար վարքագիծը հաստատում են, որ ձայնը վերաժամանակավորվել, այսինքն վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ։ Եվ թվարկում է, որ 0.080 վայրկյանի տարբերություններ կան, այսինքն կադրը, ձայնը իրար հետ չեն համապատասխանում։ Չորրորդ հարցը. արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել։ Պատասխան. համակարգված ժամանակային շեղումները եւ ժամանակի ընթացքում փոփոխվող սինխրոնացման վարքագիծը վկայում են հետարտադրական մշակման մասին։ Օրինակ, արտահանում, վերախառնում, վերաժամանակավորում։ Սա հաստատում է, որ ձայնային հոսքը եւ ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել է փոփոխության։ Սրանք էլ կեղծիքի մասին է խոսքը։ Էլի հիմքերն են։ 5-րդ հարցը. արդյոք տեսաձայնագրությունը պարունակում է տեսա եւ կամ ձայնային խմբագրման հետքեր։ Սա մասնավորապես նկատի եմ ունեցել մոնտաժման հետքեր, եթե օրինակ լիներ իրական նկարահանված որոշակի կադրեր, արդյոք մոնտաժի միջոցով կարող էին իրար բերել կպցնել։ Այո, պարունակում են փաստորեն հետքեր, ներկայացված նյութը պարունակում է խմբագրման եւ ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր, մոնտաժ, վերարտահանում։ Դրանք ներառում են ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, միատեսակ արտահանման բնութագրեր բոլոր հատվածներում, տեսաձայն ժամանակային համակարգված շեղումներ եւ ժամանակային վերասիմպլինգի նշաններ, գրեթե կրկնվող կադրերի գերակշռություն, կադրերն են նույնիսկ կրկնվող։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։